Հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին խոսելու ենք Եվրոպական միության ընդլայնման կոմիսար Մարտա Կոսի այցի մասին Հայաստան։ Մի քանի կարևոր հարց կա այդ ուղղությամբ եւ կարևոր զարգացում, որի մասին ուզում եմ, որ այսօր մենք մանրամասն խոսենք ձեր հետ միասին եւ հասկանանք, թե ինչ է գլխավոր նպատակը եղել այդ այցի եւ ինչպիսի զարգացումներ պետք է ակնկալենք Եվրոպական միության հետ հարաբերություններում, ինչ ուղերձ բերեց Երևան Եվրոպական միության ընդլայնման կոմիսարը։ Առաջերտին սկսենք նրանից, որ դեռ 2025 թվականի դեկտեմբերին Հայաստանը եւ Եվրոպական միությունը, ինչքանով հիշում ենք բոլորս, ստորագրեցին նոր ռազմավարական փաստաթուղթ, օրակարգ, հենց այդպես էլ կոչվում է, եւ փոխարինեց դա 2017 թվականին դեռ միջև հեղափոխություն ստորագրված փաստաթուղթը։ Այդ նոր օրակարգը հիմք է բերում ՍԵՊԱ համաձայնությունը, որը կարելի ասել ասոցիացիան համաձայնության փոխարեն է Հայաստանը ստորագրել, ընդլայնում է քաղաքական, տնտեսական համագործակցությունը եւ նաեւ գլխավոր ուղղություն է ընտրում ժողովրդավարական բարեփոխումները, օրենքի գերակայությունը, առևտրի դիվերսիֆիկացումը, էներգետիկ անվտանգությունը եւ լոգիստիկ կապերի ապահովումը, այդ թվում խաղաղության խաչմերուկի, TRIP-ի եւ Եվրոպական միության Global Gateway ծրագրերի։ Բացի դրանից, շատ կարևոր է, որ այդ օրակարգը ներառում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանած մեր հայրենակիցների աջակցման գործընթացներ, կիբեր եւ հիբրիդային վտանգների դեմ արձագանքներ եւ նաեւ վիզային ազատականացման այդ գործընթացը, որը գիտեք, որ առաջընթաց ունի։ Եվ դեկտեմբերի 3-ին դեռ տեղի ունեցավ առաջի այդպիսի հանդիպումը, որի ընթացքում պլանավորված է Հայաստան Եվրոպական միություն մայիսի 5-ին պետք է տեղի ունենա այդ գագաթնաժողովից հետո Եվրոպական քաղաքական ուրեմն համայնքի այդ գագաթնաժողովը, որը Երևանում մայիսի սկզբին տեղի կունենա, դրանից հետո պետք է տեղի ունենա Հայաստան-ԵՄ առաջի գագաթնաժողովը, որը շատ մեծ նշանակություն եւ կարեւորություն ունի։ Կողմերը նաեւ նշել են կարեւորությունը ուրեմն զարգացնել այդ տարբեր ուղղությամբ համագործակցությունը եւ այդ գործընթացի ներքո Հայաստանը եկավ նաեւ հիմա Եվրոկոմիսար ընդլայնման հարցերում Մարտա Կոսը այսօր ավարտում է իր ուրեմն այցը եւ պետք է ասել, որ ինքը պատասխանատու է Մարտա Կոսը ինչպես Եվրոպական միության ընդլայնման, այդպես էլ հարևանության քաղաքականության համար, այդպես է կոչվում, եւ դա տարբերվում է մի փոքր արտաքին քաղաքական բաղադրիչից։ Մարտա Կոսը հանդիպումներ ունեցավ Երևանում վարչապետ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի, փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Վարչապետ Փաշինյանը ընդգծել է հանդիպման ժամանակ, որ այս այցը հնարավորություն տվեց բոլոր հարցերը արկա կարևոր քննարկել եւ ընդգծեց իր ուրեմն ցանկությունը եւ ուղին, որ Հայաստանը կշարունակի բարեփոխումները ժողովրդավարական եւ օրենքի գերակայությունը։ Մարտա Կոսը գովել է Հայաստանի բարեփոխումները եւ ընդգծել, որ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել քաղաքացիական հասարակության եւ ազատ եւ անկախ ԶԼՄ-ների զարգացումը։ Կողմերը նաեւ վիզայի ազատականացման գործընթացներ են քննարկել, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղությունը եւ կարեւորել են բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը։ Այս ամենը շատ կարևոր է, բացի դրանից ստորագրվել է ֆինանսական փաստաթուղթ մինչև 2027-ը, որը 140 միլիոն եվրո է նախատեսում Հայաստանի համար։ Եվ Մհեր Գրիգորյանը Մարտա Կոսի հետ հանդիպման ժամանակ, այդ ասուլիսի ժամանակ նաև նշեց, որ սա Եվրոպական միության զարգացման եւ կայունության ծրագրի ներքո է, եւ 140 միլիոն եվրոն կլինի ուղղված Հայաստանի էքսպորտի դիվերսիֆիկացմանը, ինչպես նաեւ բարեփոխումներին, որը անհրաժեշտ է վիզայի ազատականացման գործընթացի համար, ինչպես նաեւ պետական ֆինանսների կառավարման բարեփոխումներին եւ ազատ ԶԼՄ-ների զարգացմանը եւ ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում խաղաղության խաչմերուկի, TRIP-ի եւ Եվրոպական միության Global Gateway ծրագրերով։ Մարտա Կոսը ուղիղ նշել է, որ 2026 թվականը
կարևոր է հայկական ժողովրդավարության համար, որ որ Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանին հիբրիդային սպառնալիքների եւ ապա տեղեկատվության ուղղությունով, որ քաղաքացիները կարող են ազատ որոշում կայացնել երկրի ապագայի մասին, իհարկե խոսք է գնում ընտրությունների մասին, գալիք խորհրդարանական ընտրությունները։ Այս 140 միլիոն եվրոն իհարկե ներդրում է լինելու նաև ենթակառուցվածքների եւ բիզնեսի ուղղությունով։ Մարտակոսը նշել է, որ սա կօգնի Եվրոպական միության եւ Ասիայի միջև լոգիստիկ կապերի զարգացմանը, եւ ընդհանուր առումով նաև ընդգծել է, որ Եվրոպական միությունը աջակցում է 7000 հայկական բիզնեսին տարբեր ուղղություններով, աջակցում է մոտ 20000 աշխատատեղ ձևավորելուն, կառուցում է դպրոցներ Հայաստանում եւ օգնում է ուրեմն Լեռնային Ղարաբաղից մեր բռնի տեղահանված հայրենակիցների ինտեգրման գործընթացին հայկական պետության հանրության մեջ, ինչպես նաև սոցիալական ծրագրերի համար մոտավորապես 70 միլիոն եվրո է նախատեսված։ Բացի դրանից էներգետիկ ծրագիր է նաև ներառում Կովկասի էներգետիկ ցանցը եւ ստորագրվեց նաև փաստաթուղթը, որը այս պայդրությամբ փաստացի ներառում է Վրաստանի եւ Հայաստանի էներգետիկ համակարգերի կապը ապահովելը, ինչը նաև շատ մեծ կարևորություն ունի։ Այստեղ Գերմանիան եւ Եվրոպական միությունը գումարներ են ընդհանուր առումով նախատեսում եւ ծրագիրը 300 միլիոնից եվրոից ավել արժի, նախատեսված է, որ կկառուցվի բարձր վոլտաժով գիծ, որը կկապի հայկական եւ վրացական էներգոհամակարգը եւ այս պայդրությամբ կաճի 200 մեգավատ ժամից մինչեւ 350 մեգավատ ժամ հնարավորությունը հոսանքային կապի Վրաստան-Հայաստանի միջեւ, բայց ապագայում դա նաև պետք է աճի մինչև 1050 մեգավատ ժամ, այսինքն հսկայական առաջընթաց նաև կարելի է ապահովել։ Հայաստանի ֆինանսների նախարարը ընդգծել է, որ այս ծրագիրը լավ ներդրում է, կարևոր ներդրում է տարածաշրջանում էներգետիկ անվտանգության եւ համագործակցության համար, կապահովի նաև էներգետիկ համակարգների էֆեկտիվ կապ եւ կաջակցի այդ ուրեմն նաև էներգետիկ անվտանգությանը։ Մարտակոսը հենց դա է ընդգծել, որ այս ծրագիրը շատ կարևոր ներդրում է Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ եւ կտա հնարավորություն, որ Հայաստանը կարողանա նաև արտադրի ել ավելի շատ վերականգնողական ուրեմն էլեկտրոէներգիա, խոսք է գնում արևային նույն պանելների էլեկտրոկայանների մասին, որի միջոցով Հայաստանը նաև կարող է արտահանել կամ ներմուծել հոսանք ցանկության դեպքում Եվրոպական միությունից Վրաստանի համակարգի հետ կապի դեպքում։ Մարտակոսը նաև հայտարարել է, որ Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանի ինտեգրմանը ուրեմն տրանսկասպիաց այդ ճանապարհի ուղու ծրագրի մեջ, դա կարելի ասել հիմա շատ ակտիվ քննարկող ծրագիր է, որը փաստացի որ ասենք, ուրեմն Եվրասիայի մայրցամաքում շրջանցում է ինչպես մի կողմից Ռուսաստանը, մյուս կողմից Իրանը եւ հենց տրանսկասպիացի, այսինքն Կասպից ծովով է անցնում Ադրբեջանից դեպի կենտրոնական Ասիա։ Եվ Կոսը նաև նշել է, որ համագործակցությունը Հայաստանի եւ Եվրոպական միության միջև երբեք չի եղել այսպիսի մոտ եւ Եվրոպական միությունը տեսնում է Հայաստանին ուրեմն հարավային Կովկասում ինչպես կարևորագույն գործընկեր։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նաև ուրեմն հայտարարել է, որ այդ ճանապարհային քարտեզը, որը վերաբերում է վիզայի ազատականացման գործընթացին, ակտիվ առաջ է շարժվում եւ բարեփոխումներ է պետք, այդ թվում նոր անձնագրեր Հայաստանում, որի ուրեմն տրամադրելու գործընթացը քաղաքացիների համար կսկսվի 2026 թվականի երկրորդ կեսից եւ Եվրոպական միությունը արդեն արձանագրում է, որ այդ ուղղությամբ առաջընթաց կա։ Նաև Եվրոպական միության բարձր ներկայացուցիչը Կայա Կալասը միջև այդ արտաքին գործերում հայտարարել է մարտի 17-ին, որ Հայաստանի ուղղությամբ այդ հիբրիդային խումբը պատրաստ է եւ կմեկնի Հայաստան եւ ընդգծել է, որ նպատակն է այդ հիբրիդային խմբի աջակցել ժողովրդավարությունը, որը գտնվում է ճնշման տակ։ Կայա Կալասը նաև ավելացրել է, որ Եվրոպական միությունը 12 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին, սրա մասին դուք շատ լավ տեղյակ եք,
եւ վերջի տեղեկատվությունները խոսում են նրա մասին, որ մոտավորապես 15 մասնագետ է գալու այդ հիբրիդային խմբի ներքո, որոնք աշխատելու են ակտիվորեն վարչապետի աշխատակազմի կառավարության հետ, այսինքն եւ կառավարության աշխատակազմի եւ անվտանգության խորհրդի հետ, այդ թվում համագործակցելու են ներքին գործերի նախարարության եւ ուրիշ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ուրիշ մարմինների հետ։ Հայաստանը ակտիվորեն փաստացի ստանում է ֆինանսական աջակցություն Եվրոպական միությունից դիվերսիֆիկացման ուղղությունով վիզայի ազատականացման ռեժիմը, որը շատ կարևոր է մեր հայրենակիցների համար եւ մենք ստանում ենք իհարկե լուրջ քայլեր այս ուղղությամբ։ Պետք է ասել, որ վերջի հայտարարությունները Եվրոպական միությունից, այդ թվում խոսքին Կայա Կալասից եւ Մագնուս Բրուների խոսում են դրա մասին, որ Հայաստանը դարել է կարևորագույն գործընկեր։ Սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ Վրաստանը ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու պատճառով շեղվել է եվրոպական ինտեգրման գործընթացից եւ այս պարագայում մենք ձեր հետ միասին արձանագրում ենք, որ Հայաստանն է դարել Եվրոպական միության գլխավոր գործընկերը։ Իհարկե, ինչպես դուք շատ լավ հասկանում եք, Ռուսաստանը լրջագույն ջանքեր է տրամադրել այն ուղղությամբ ուղղել իր հնարավորությունները եւ միջոցները, որ Վրաստանի ճանապարհը դեպի Եվրոպական միություն խափանի եւ ստեղծի լուրջ մարտահրավերներ եւ խոչընդոտներ այդ ուղղությամբ։ Հաջողության է հասել ռուս օլիգարխի միջոցով։ Հիմա Հայաստանի ուղղությամբ մենք տեսնում ենք նաեւ, որ Ռուսաստանը շատ ակտիվ դժգոհ է այս գործընթացներով։ Արտաքին գործերի նախարար Ռուսաստանի Լավրովը նշել է, որ Եվրոպական միությունում անդամակցությունը անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությունում համագործակցության հետ եւ մենք տեսնում ենք նաեւ դժգոհությունը տարբեր իրենց ԶԼՄ-ների, տեղի գործակալական ցանցի եւ այլն։ Հարգելի հայրենակիցներ, ամեն ինչ պարզ է, սա ուղղակիորեն նշանակում է, որ հիմա Ռուսաստանը ամեն ինչ է անելու, որ մի կերպ կարողանա նաև ազդել Հայաստանի ընտրությունների վրա։ Հիմա մանրամասն կխոսենք սրա մասին, շատ կարևոր է, որ հասկանանք պատկերը ամբողջությամբ թե ինչ է տեղի ունենում, բայց մինչև այդ ուղղակի հիշեցնեմ ձեզ, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվեք, միացեք ալիքին կամ անգլերեն տարբերակում join եւ դառեք ալիքի անդամ, դրանով դուք կարող եք նաև աջակցել ալիքի գործունեությանը եւ ստանալ հավելյալ վերլուծությունների հանդեպ հասանելիություն։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր դա անում են։ Վերադառնում ենք մեր կարևոր թեմային եւ պետք է ասեմ, որ այս իրավիճակում մենք վաղուց ձեր հետ միասին խոսում ենք, որ Ռուսաստանը ունի նպատակ Հայաստանում այս իրավիճակը փոխելու։ Հիմա Եվրոպական միությունը հստակ հասկանում է եւ ես օրերս հոդված եմ նաեւ պատրաստել իմ Facebook-յան էջում կա, LinkedIn-ի էջում կա, ինչպես նաեւ այստեղ YouTube-ում էլ տարածեցի պոստերի հատվածում, որ հոդված եմ պատրաստել Բրյուսելում գտնվող think tank-ի համար, որը այսպիսի հետազոտական կառույց է, մի խոսքով, որի համար ես ինչպես գիտաշխատող եմ, հետազոտող գիտաշխատող ընդգրկված, այսպես ասեմ, եւ պատրաստեցի հոդված իրանց համար, որտեղ որ նշեցի, որ այն նպատակով, եթե Եվրոպական միությունը ուզում է փրկել հայկական ժողովրդավարությունը, հայկական ժողովրդավարության կղզին, ավելի ճիշտ, այսպես նշեցի, պետք է իր ջանքերը կրկնապատկի Վրաստանի ուղղությունով։ Որովհետև հարգելի հայրենակիցներ, այսօր տարածաշրջանում 4 կողմից Հայաստանը շրջափակված է բռնապետությունների կողմից եւ Հայաստանը ժողովրդավարության կղզի է առանց ծով։ Սա այն իրողությունն է ցավալի, որում մենք գտնվում ենք եւ շատերը ձեզանից հարցնում են, նույնիսկ շատերը ասում են՝ «Արի Հայաստան, Գեորգի, այստեղ գործունեությունով զբաղվի» եւ այլն։ Ես շատ լավ հասկանում եմ ձեր մոտեցումը, շնորհակալ եմ այդ մոտեցումի համար եւ բացի դրանից ես շատ կցանկանայի դա անել, բայց այս պայծրությամբ ամենակարևորը հենց Վրաստանում իմ գործունեությունն է, որովհետեւ առանց Վրաստան մենք պետք է նաեւ իրողությունները հասկանանք տարածաշրջանում, առանց Վրաստան Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը, Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ շատ հարցերը նաեւ հարցի տակ են դրված, խնդիրներ է ստեղծված եւ այս պայծրությամբ ուղիղ ասեմ, որ հարցը դեռ փրկելու մասին է այնինչ ունենք, պահելու մասին է այնինչ ունենք։ Այո, Եվրոպական միությունից այս այցը, այս բարձր հայտարարությունները, սպասվող մայիսին Եվրոպական քաղաքական գագաթնաժողովը Երևանում, զուգահեռ դրա սպասվող շատ կարևոր նաեւ
Հայաստանի ԵՄ առաջի գագաթնաժողովը եւ այդ բարձր մակարդակով համագործակցությունը, այս ներդրումները հիբրիդային պատերազմի ուղղությամբ ուրիշ ուղղություններով ակնհայտորեն մեսիջ են, հարգելի հայրենակիցներ, մեր հանրությանը, որ եթե Հայաստանը շարունակի այս ուղին, որով գնում է հիմա, ապա Եվրոպական միությունը ել ավելի մեծ օգնություն կտրամադրի եւ երբ Վրաստանում էլ հարցերը լուծենք ռուս օլիգարխի դեմ մեր պայքարը Վրաստանի հանրության, ապա դրա հետևանքով արդեն դրանից հետո մենք կկարողանանք միասին շարժվել դեպի Եվրոպական միություն։ Բայց Ռուսաստանի ծրագիրը այստեղ ուրիշ է, հարգելի հայրենակիցներ, եւ ես այստեղ շատ անկեղծ ուզում եմ ձեզ ասեմ, որ իմ գործունեությունը, այդ թվում իմ մոտեցումները հիմա գալիս են հենց այդտեղից։ Այսինքն ես որևէ անձին չեմ աջակցում, եթե խոսում ենք ներքաղաքական գործընթացների մասին, ապա ես ուղիղ պետք է ձեզ ասեմ, նոր բան չեմ ասում, բայց հիմա էլ եմ ասում, ապագայում էլ կասեմ, ես առանձին անձ եմ, եւ եթե ես որևէ մեկին քաղաքական առումով աջակցում եմ, ապա դա ես եմ, իմ քաղաքական ծրագիրը եւ գործընթացը, բայց կոնկրետ այս դեպքում, այս ընտրությունների համատեքստում մենք պետք է գիտակցենք, որ քաղաքացիական պայմանագիրը եւ վարչապետ Փաշինյանի ուղին իր հանդեպ վստահությունը Եվրոպական միությունից, Միացյալ Նահանգներից եւ այս կապերը, այս ծրագրերը, ամեն ինչ նախատեսվել է, այդ թվում Բրյուսելում եւ Վաշինգտոնում ակնկալում են մեր գործընկերները շատ են կարևորում վարչապետ Փաշինյանի վերընտրվելը։ Սա ահռելի մեծ նշանակություն ունի զարգացումների համար տարածաշրջանում եւ կայունության եւ խաղաղության համար, ինչպես նաեւ այդ ծրագրերի համար, որի ուղղությամբ ինչպես Միացյալ Նահանգները, այդպես էլ Եվրոպական միությունը լուրջ նախատեսումներ են արել եւ ուզում են դրանով նայել աջակցել Հայաստանին։ Այսինքն ես աջակցում եմ այդ գործընթացին, որովհետեւ մենք նրա փոխարեն, որ Ռուսաստանի սցենարն է, ուղիղ ասեմ, պահեն ռուս օլիգարխ Իվանիշվիլին, Հայաստանում բերեն ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին։ Մեր ծրագիրն է չթողնալ, որ ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանը Իվանիշվիլի երկուս կրկնի Հայաստանում եւ փոխել ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում բերելով վրացամետ, արևմտամետ ուժերի, որից հետո Վրաստանը եւ Հայաստանը միասին կշարժվեն դեպի արևմուտք։ Իսկ եթե Հայաստանում ռուս օլիգարխը հայտնվի իշխանությունում, ապա վերջ։ Շատ ուղիղ եմ ասում վերջ, այո։ Ես ուղղակի համոզված եմ, որ ինքը կձևավորի բռնապետություն, ինչպես Վրաստանում։ Ես ուղղակի համոզված եմ, որ Հայաստանում այլևս քաղաքական գործընթացներ հնարավոր չի լինի։ Ես համոզված եմ դրանում։ Այսինքն իշխանություն Իրանից վերցնել, փոխել իշխանությունը այլևս չի լինի։ Այսօր Բիձինա Իվանիշվիլին այդ նույն կարգավիճակով է։ Ես շատ անգամ եմ սրա մասին խոսել եւ ելի կխոսեմ։ Այսօր ուղղակի կարելի ասել, որ Եվրոպական միության ինտեգրման գործընթացները կանգ առնեն, խաղաղության գործընթացը նաեւ կանգ առնի, փաստացի, որովհետեւ խաղաղության գործընթացը հիմնված է տրիպ ծրագրի վրա, իսկ այդ մարտիկ տրիպ ծրագիրը խափանելու օրակարգ ունեն եւ ուղիղ ձեզ ասեմ նաեւ անկեղծ, ես իհարկե ինչպես շատ լավ գիտեք, իմ գործունեությունը ակտիվ կապ ունի նաեւ Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ, ես միշտ կապի մեջ եմ իմ այնտեղ տարբեր գործընկերների հետ եւ շատ լավ գիտեմ, բացի այցերից հաճախ եմ լինում եւ շատ լավ գիտեմ նաեւ իրավիճակը։ Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները հստակ ասում են, որ եթե Հայաստանը այս ուղին շարունակի, ապա մենք կշարունակենք այս ամբողջ հետաքրքրվածությունը, ներդրումները եւ այլն, բայց եթե Հայաստանը շեղվի այս ուղուց, ապա այս ամենը չի լինի։ Այսինքն, սա հիմա ինչ է պատճառը, որ ես այս թեմային այսպես եմ անդրադառնում։ Մարտակոսի այցը նաեւ նրա մասին է, հարգելի հայրենակիցներ, որ Եվրոպական միությունը մեր կողքին է, պատրաստ է աջակցել բոլոր ոլորտներում։ Տնտեսություն, բարեփոխումներ, ժողովրդավարություն, ուրեմն դա նաև վերաբերվում է առանց վիզայի հնարավորություն մեկնել Եվրոպական միություն, այնինչ Վրաստանից փաստացի արդեն վտանգի տակ է, որ Վրաստանից խլեն այդ հնարավորությունը։ Հայաստանն է ստանալու այդ հնարավորությունը։ Այսինքն այդ ամենի փոխարեն հայ ժողովրդից ակնկալում են հունիսի 7-ի ընտրություններում ընտրություն կողմ ուրեմն եւ կողմ Եվրոպական միության, Միացյալ Նահանգների հետ մեր ռազմավարական հարաբերությունների խաղաղության օրակարգի
այլ ոչ թե ռուս օլիգարխի եւ իր անհասկանալի ներկայացուցիչների, այլ ոչ թե Ռուսաստանի գործակալական ցանցի, այլ ոչ թե ռևանշիստական պատերազմի օրակարգ ունեցող ուժերի համար, որոնք պոպուլիզմով են զբաղվում։ Ես օրերս ասացի նաև եւ կրկնում եմ, պոպուլիզմ է խոսել հիմա այս ընտրությունների համատեքստում, խոստանալ կամ նախընտրական թեզ օգտագործել Արարատը կամ Արցախը։ Սա ուղղակի պոպուլիզմ է եւ ես ցավում եմ, այստեղ ընդգծում եմ, որ կան կարծես առողջ ուժեր, կարծես երիտասարդ նաև քաղաքական գործիչներ, որոնք նույն ճանապարհն են ընտրում պոպուլիզմի, նրա փոխարեն, որ պատասխանատու քաղաքական գործունեություն վարեն, որովհետև խոսելը Արարատի մասին, ընտրությունների համատեքստում, այլ ոչ թե պատմության, ընտրությունների համատեքստում, դա ոչ մի ձև չի մեր պատմությունը փոխում, ոչ մի կերպ, բայց ընտրությունների թեզ օգտագործել Արարատը, ինչպես դա անում է Ռոբերտ Քոչարյանի ուժը, Դաշնակցությունը եւ շատ ուրիշ քաղաքական ուժեր ավելի փոքր, օգտագործել Արցախի հարցը հակամարտության, ինչպես դա անվում են տարբեր ուժերի կողմից։ Տես Ամվել Կարապետյանը օգտագործում է ձրի գումարի թեման, հա, չինական ինչ որ 0% վարկեր Բիձինա Իվանիշվիլին նույն բանն էր անում, այսինքն օգտագործել այդ սոցիալական իրավիճակը։ Այս ամենը պոպուլիզմ է։ Եվ մենք ունենք այլընտրանք, կամ գնում ենք իրական գործընթացներով, ինչի մասին ես հիմա մանրամասն խոսեցի, այսինքն ծրագրերով, որի միջոցով իրականում մենք իրական Հայաստանը, իրական դաշնակիցների հետ միասին առաջ կտանենք, կամ եթե Հայաստանը ընտրի ռուս օլիգարխի ճանապարհը, ես դες հավաստիացնում եմ, որ Վրաստանը ազատագրել չի ստացվի այլևս։ Վրաստանն ու Հայաստանը կլինի օլիգարխիկ համակարգ մոտակա տասնամյակների եւ կարող է ամբողջ մեր կյանքի ընթացքում։ Բիձինա Իվանիշվիլին չի ցանկանում իշխանությունը հանձնել։ Եվ եթե Հայաստանում լինի ռուս օլիգարխ Կարապետյանը, հաստատ չի հանձնի։ Եթե Հայաստանում իշխանությունը մնա եւ լինի հայամետ արևմտամետ ուժեր, Վրաստանում վրաց ժողովուրդը նաև կունենա հնարավորություն, որ ազատագրի երկիրը ռուս օլիգարխից։ Եվ Եվրոպական միությունը այս ամենը ընկալում է եւ ձեզ բոլորի հարգելի այրնակիցներ, քաղաքացիներ, սրանով նաև ուղիղ առաջարկություն է անում։ Այսինքն կամ այսպիսի իրավիճակ, կամ Վրաստանի նման, այսօրվա Վրաստանի նման իրավիճակ։ Եվ ես հուսով եմ, որ հիմա ավելի լավ եք բոլորը հասկանում, կամ գուցե մի մասով դեռ չէր միջևերջ հասկանում այնինչ ես ասում եմ, որ ես չեմ աջակցում որևէ անձին, որևէ քաղաքական կուսակցությունին։ Սա պետք է շատ լավ հասկանանք բոլորս։ Իմ աջակցությունը ուղղված է հայկական պետությանը, հայկական պետության ապագային, եւ ես աջակցում եմ նրան այն ուղուն, որը մեր համար, մեր հանրության համար, մեր ազգի համար անհրաժեշտ է։ Ավելին ասեմ, որ ես կոնկրետ խոսում եմ այս ընտրությունների համատեքստում։ Ես նաև հասկանում եմ, որ նույն վարչապետ Փաշինյանին եւ իր թիմին անհրաժեշտ է այսպես ասեմ, ճիշտ ընդդիմություն, ճիշտ ընդդիմադիր նաև խոսույթ եւ ընդդիմադիր դաշտում ոչ միայն աջակցություն, այլ նաև պատասխանատվության գործընթաց, որ հանրության առջև պատասխանատու լինեն, քննադատություն ինչ-ինչ հարցերում եւ ուղղությամբ, եւ ես ես խոստանում եմ, որ երբեք չեմ շեղվի այդ ճանապարհից, այսինքն անհրաժեշտության դեպքում ես բոլոր հարցերը կբարձրաձայնեմ, որը անհրաժեշտ է, եւ եւս մեկ անգամ կրկնում եմ, կոնկրետ այս ընտրությունների համատեքստում եք մենք ձեր հետ միասին հիմա խոսում, ապագայում ինչպիսի իրավիճակ կլինի, դրա մասին ապագայում կմտածենք։ Հիմա այն, որ այս բոլոր ծրագրերը, որը հիմա նախատեսված է, պետք է շարունակել, դա փաստ է։ Եվ այն, որ այս ընտրությունների համատեքստում վարչապետ Փաշինյանի վերընտրվելը այլընտրանք չունի, դա էլ է փաստ։ Ցավոք, նաև եմ ասում, ցավոք, պետք է լիներ առնված ընդդիմափոխության գործընթաց։ Ես դեռ հույս ունեմ, որ առողջ արևմտամետ ուժերը կկարողանան միավորվել, բայց գիտեք, մի մասը իհարկե ես տեսնում եմ, որ առողջ
մթնոլորտ կա այդտեղ, բայց ես օրերս ձեր հետ միասին նաև խոսեցի դրա մասին եւ այլևս չեմ անդրադառնա, բայց կան նաև ուժեր, որոնք իմ պատկերացումով այդ առողջ ուժերի ներքո չեն կարող հայտնվել կամ չեն հայտնվում։ Եվ դա նաև պարակտում է բերում իրականում ընդդիմադիր դաշտում, այսինքն մենք ի վերջո պետք է գիտակցենք, որ պատասխանատվությունը պետության համար է եւ այստեղ պոպուլիզմով կառավարել պետություն չի ստացվի։ Դա շատ կարևոր է։ Վարչապետ Փաշինյանն էլ է փոխվել, հարգելի հայրենակիցներ։ Եվ ես ասում եմ պոպուլիզմ։ Վարչապետ Փաշինյանի սկզբից հայտարարությունները ինքը արտացոլում էր հայ հանրության մոտեցումները։ Բա մենք այդպիսի հանրություն ենք ի վերջո։ Պետք է հասկանանք, հա, մենք ինչպիսի հանրություն ենք, մենք էմոցիոնալ հանրություն ենք։ Մենք շատ հարցերի մասին, մեր մասին շատ բարձր պատկերացումներ ունենք։ Եվ այդ պատկերացումները ոչ թե գալիս է մեր գործունեությունից, մեր անցյալից։ Մենք հպարտ ենք մեր անցյալով, բայց գիտեք, կան այդպիսի հայտարարություններ պատմության մեջ տարբեր մարդկանց կողմից, որ երբ ուրիշ բան չունես հպարտանալու ներկայում, սկսում ես պատմությունից հպարտանալ։ Արեք այնպես անենք, որ մենք ներկայով լինենք հպարտ, այլ ոչ թե անցյալով։ Եվ ուստի դա նշանակում է, որ պոպուլիզմի անհրաժեշտություն չկա, որովհետև մենք պետք է մտածենք ներկայում մենք ինչով ենք հպարտ։ Արդյոք մենք կառուցել ենք այնպիսի պետություն, որ մենք գոհ ենք մեր կառուցած պետությունից։ Տիգրան Մեծի մասին պետք չէ մտածել, դա պատմություն է, դա ոչ միտեղ չի գնա, բայց Տիգրան Մեծը կառուցել էր պետություն եւ ուրիշները շատերը մեր պատմության մեջ։ Բայց մենք այսօր ինչպիսի պետություն ենք կառուցում։ Դա է ամենակարևորը։ Այսինքն մենք պետք է նաև գիտակցենք, որ էմոցիաների փոխարեն, տարբեր պատկերացումների փոխարեն, մենք առաջինը ում պետք է քննադատենք ինքներս մենք ենք։ Սառը աչքով եւ սրտով նայենք այն իրականությանը, որում մենք հայտնվել ենք, եւ հասկանանք, որ մենք շատ մեծ անելիքներ ունենք։ Եվ այդ նպատակով մենք պետք է համախմբված գործենք։ Եվ դա նաև նշանակում է, որ մենք պետք է հասկանանք առողջ քաղաքական գործընթացը ինչ է։ Առողջ քաղաքական գործընթացը պետք է նաև ներառի անպայման բալանսավորված, հավասարակշռված քաղաքական դաշտ։ Եվ սա խնդիր է, սա այսօրվա խնդիրն է, որը նաև ուղիղ վերաբերվում է քաղաքացիական պայմանագրին, որովհետև այն ինչ այսօր տեղի է ունենում, դա բալանսավորված չէ։ Եվ մենք դրան նաև կհասնենք անպայման եւ կբալանսավորենք այդ իրավիճակը։ Եվ Հայաստանում ել ավելի առողջ քաղաքական իրավիճակը ձևավորենք։ Բայց այդ նպատակով այս կոնկրետ ընտրություններում այլընտրանք նրա, որ մենք շարունակենք այն ուղին, որը հիմա արդեն որով շարժվում է քաղաքացիական պայմանագիրը եւ արեք այստեղ ուղիղ եւ անկեղծ ասենք, մենք շատ մեծ ներդրում ենք ունեցել բոլորս, որ քաղաքացիական պայմանագիրը գար այս իրավիճակին, որովհետեւ ուրիշ մոտեցումներ ուներ նաեւ քաղաքացիական պայմանագիրը։ Շատ բան հիշում ենք, շատ սխալ հիշում ենք։ Ես կրկնեմ, ով չգիտի, 2018-ից մինչև 23 թիվը ես շատ եմ քննադատել քաղաքացիական պայմանագրին։ Եվ հիմա այդ բոլոր հարցերը, որտեղ որ ես քննադատել եմ, քաղաքացիական պայմանագիրը առնվազն 90% այդ հարցերի լուծել է։ Ամենամեծ հարցերը վերաբերվում էր արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականությանը։ 90% ուրեմն քաղաքացիական պայմանագիրը լուծել է։ Այսինքն իմ նաև աջակցությունը եւ քննադատությունների աստիճանի նվազումը գալիս է իրենց փոխած քաղաքականությունից, որը ես համարում եմ, որ հիմա համապատասխանում է հայկական պետության շահերի։ Եվ ուստի հարգելի այնակիցներ, ամփոփելով այսօրվա մեր թեման, ասեմ, որ Եվրոպական միությունը կոնկրետ առաջարկություն է անում հայ ժողովրդին եւ հույս ունի, որ հայ ժողովուրդը չի սխալվի եւ չի կրկնի Վրաստանի ճակատագիրը եւ չի գնա Վրաստանի ուղով, այսինքն ռուս օլիգարխի ուղով։ Եվ սա շատ բացահայտ Մարտակոսը ասում է։ Ուստի մենք այս ամենը հաշվի առնենք, որ այս ամենը, այս հարգանքը, այս մոտեցումը, այս վերաբերմունքը, այս աջակցությունը, սա ուղղակի չէ։ Եվ սա այսօր որ կա, վաղը կարող է չլինի, եթե մենք սխալ ճանապարհով շարժվենք։
ճանապարհի ընտրելու օրը ընտրությունների օրն է։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք ստեսություն։